մեր ընտրյալներ Վալոդիա Գրիգորյանը, միասնություն դաշինքից, ես գյուղի բնակչուհի եմ, Գայանե Գևորգյան։ Ապրել եմ այստեղ եւ ապրում եմ եւ ապրելու եմ բնականաբար։ Ինչ եմ ուզում ասել, այսօր ուրախ եմ այս ընտրությունների հետ կապված մեր տեխնացուի պահով շատ ուրախ եմ։ Ինչ եմ ուզում միայն մի բան ասել, որ նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես ընտրել ենք, նույնպես ուրախացել ենք, նույնպես հույսեր ենք ունեցել, բայց քանի որ վերջերս ապա տեղեկատվություն կա, որ Բաղրամյան գյուղում իրենք կատարել են որոշակի աշխատանքներ։ Ես դրա մասին եմ ուզում խոսել, որովհետև Բաղրամյան գյուղի միջև ընտրությունները Գոր Միրզոյանի օրոք, աղբահանություն, լուսավորություն, այգու վերանորոգում, մանկապարտեզի վերանորոգում, խմելու ջրի խողովակների վերանորոգում, մանկապարտեզ, դպրոց, գյուղապետարան, բուժամբուլատորիա, չեմ հասկանում ինչ ապա տեղեկատվություն է, որ այսօր Facebook-յան էջերում եւ այլը տարածում են, որ կատարվել է, այսինքն նախքան ԿՊԵ-ականների կողմից։ Ոչ, դա կատարվել է մեր գյուղի ժողովրդի, Եվրոպայում ապրող, Ամերիկայում ապրող մեր բարերար, ընկեր բարեկամների կողմից, իսկ այսօր կանգնել են ասում են, որ Բաղրամյան գյուղը ծաղկել է ԿՊԵ-ական նախորդ իշխանությունների կողմից։ Ես ուզում եմ ասել, որ այս մեր ժողովուրդը, որ հավաքվել են, այսօր հավաքվել են, միասնություն են կազմել, որպեսզի պայքարենք ԿՊԵ-ական կլանի առաջ։ Բարձրաձայն բացարձակ ասում եմ, այսօր այս ժողովուրդը կանգնած են մեր կողքը կանգնած են, որպեսզի արմատախիլ անենք սուտը, կեղծիկը, կաշառակերությունը, ինչպես նաև մնացած։ Այսօր հավաստի աղբյուրներից տեղեկացված եմ, որ մնացած մեր տեխնացուները եւ մանկապարտեզներում եւ դպրոցներում ճնշումներ են օգտագործում, պլյուս դրան կա շարք են բաժանում, չգիտեմ ինչ եւ այլ բաներ։ Ես խնդրում եմ ժողովուրդը այսօր կանգնած են, այստեղ ժողովրդի ընդամենը կարելի ասել 0.0001%-ն է կազմում, բայց ամբողջ ժողովուրդը կանգնած է մեր տեխնացուի կողքին եւ հուսամ, որ նախորդ ընտրությունների նման չի լինի այն կեղծիկը, որ կատարվեց։ Սպասելիքներ ունեք։ Սպասելիքները մեծ են, պայքարը շատ ուժեղա լինելու, շատ մեծա լինելու, սպասելիքները մեծ են։ Այնքան, չգիտեմ, ասում են կյանքի գնով։ Ես կարծում եմ, որ այդպես է։ Ինքս որպես կին, բավականին տարիք ունեմ, որպես կին, պայքարելու եմ մինչև վերջ։ Այսօր մենք կերտում ենք մեր երեխաների համար։ Ես այսօր վաղը կամ կարող է վաղը չլինեմ, ոչ մեկ չգիտի Աստծո առաջ որքան կյանք ունի, բայց այսօր ես պայքարում եմ իմ երեխայի համար, իմ երեխայի ապագայի համար։ Բավական է կեղծիկի մեջ ապրեք։ Մենք տարիներ առաջ քայլեցինք առաջ, քայլ առաջ եկանք, բայց այսօր կանգնեցինք փաստի առաջ։ Իսկ ասում են ժողովրդավարական պետություն։ Ես ունեմ իմ ձայնը, ունեմ իմ կարծիքը, ոչ մեկ չպետք է ազդի իմ ձայնի վրա, չպետք է բռնանա իմ ձայնի վրա։ Ես կարծում եմ այդպես։ Խնդրում եմ հետևողական եղեք, որովհետև ասում եմ, եւ դպրոցում, եւ մանկապարտեզում, եւ որոշակի հաստատություններում կա բռնի, եւ կաշառակերություն, եւ բռնի ինչ-որ ուժեր, որոնք ազդում են եւ մամաների վրա, եւ ծնողների վրա, եւ այն վայրերում, որտեղ կարևոր օբյեկտներում, որտեղ աշխատում են, դա կլինի դպրոց, կլինի մանկապարտեզ, կլինի կուլտուրայի տուն, ազդում են մամաների, ծնողների վրա ազդում են։ Եվ ընտրակաշառքներ են բաժանում, բացարձակ ասում եմ, բացարձակ։ Եթե ինչ-որ մեկը հարցեր ունի, որ կարող է ինձ դիմի, ասի դու դրա պատասխանը տուր, ես կարող եմ պատասխան տալ։ Այսքան բան կասեմ։ Առաջ Աստված, այս ժողովուրդը մեր կողքին է, մենք միասին ենք։ Եվ պայքարելու ենք, այո, պայքարելու ենք կյանքի գնով։